Գրեթե դատարկ եկեղեցում է պատարակ մատուցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետը։ Շվեյցարիայի միակ հայկական եկեղեցում վերջին պատարակն առանց հավատացյալների է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելուց հետո սրվել են համայնքի ու թեմի առաջնորդի առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Եկեղեցու դեմ արված հայտարարությունը քննադատել է նաև եկեղեցու ծխական խորհրդի ատենապետը, որից հետո Գուսան վարդապետը որոշել է լուծարել այն, պատճառաբանելով, թե եկեղեցում պատարակներ չեն մատուցվում։ Որպես Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, հայ եկեղեցու կանոնների համաձայն ինձ լիազորված իշխանությամբ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ 2026 թվականի հունվարի 7-ից սկսած լուծարված եք։ Ինչպես նախորդ տարիներին, անցյալ 2025 թվականին եւս մեկ անգամ իսկ ծխական խորհրդի ժողով չեք գումարել, իսկ 7 ամիս է արդեն մեկ պատարակ չեք կազմակերպել հակառակ մեր բոլոր հորդորներին, բարոյական եւ նյութական օգնության։ Ի պատասխան վարդապետի որոշմանը հայկական եկեղեցու ծխական խորհուրդը պատասխան գրություն է ուղարկել։ Գրության բովանդակությունից պարզվում է, որ վարդապետը համայնքում ընդունելի չի եղել վաղուց։ Ծայրագույն վարդապետ Գուսան Ալճանյան, դուք պատճառաբանում եք, որ տևական ժամանակ սուրբ պատարակ չեք հրավիրել։ Այո, ճիշտ եք, տևական ժամանակ, որովհետև արդեն նկատել էինք ձեր տարօրինակ վարքագիծը, ինչը բացահայտեցիք վերջերս եւ հաստատեցիք նաեւ Պետրոս Ղազարյանի մոտ։ Սկզբից մինչև վերջ զբաղված էիք կեղծիկ ու զրպարտանք տարածելով, որը ոչ մի կերպ հարիր չէ բարոյական որևէ մեկին, առավել եւս բարձրաստիճան հոգևորականին։ Անսահման ամոթ զգացինք, որ մեր ծխի հոգևոր դասյարակությունը կուրորեն վստահել ենք ձեզ։ Ըստ գրության թեմի առաջնորդի տեղապահն ամեն պատարակի համար 100 եվրո է պահանջել, չնայած կայուն աշխատավարձ ու փոխադրամիջոց է ունեցել։ Շվեյցարիայի հայ համայնքը տևական ժամանակ դժգոհելով Գուսան վարդապետից նրա դեմ ստորագրահավաք է կազմակերպել եւ ուղարկել է մայրաթոռ վեհափառին։ Մենք, լինելով նորաստեղծ ծուխ, փոքր ու սահմանափակ ֆինանսական միջոցներով հնարավորինս ջանացել ենք հրավիրել պատարակներ, հոգացել վարձակալվող եկեղեցու եւ ձեր ծառայության ծախսերը։ Ավելին, ակտիվորեն աշխատել ենք հանուն մեր ազգային հոգևոր արժեքների պահպանման։ Հենց սրա համար էր, որ ընդդիմացանք շվեյցարահայության ձեզ ծառայությունից հեռացնելու պահանջին, նամակով խնդրեցինք ամենայն հայոց վեհապառին, որ մի հնարավորություն եւս տրվի ձեզ ծառայելու։ Նա էլ ընդառաջելով մեր թախանձանքին իր աստվածային մեծահոգությամբ ու հայրապետական ներողամտությամբ, չնայած ձեր բազմաթիվ սխալներին ու թերություններին, հնարավորություն տվեց ծառայությունը շարունակելու, նաև շտկվելու, կատարելագործվելու, դառնալու իսկական հոգևորական։ Եթե պետք է եկեղեցին բարենորոգվի, հայ հոգևորականի կերպարն էլ վերականգնվի, ապա նախ պետք է ազատվել հենց նրա տեսակից։ Մեծ հետ զրույցում այսպես նկարագրեցին Գուսան վարդապետին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները։ Ներկայանալ չցանկացան, ասացին համայնքում նոր սեպ խրել չեն ցանկանում, բայց զգուշացնում են վարդապետի նպատակը նեղանձնական է, արդեն քանի տարի ջանք չի խնայում, միայն թե եպիսկոպոս ձեռնադրվի։ Հայկական եկեղեցում պատարակներ դեռ կլինեն, ասում են եկեղեցու ներկայացուցիչները։ Խոստանում են, նվիրատվությունները կծառայեն հավատավոր համայնքի ներկայացուցիչներին, բայց նախ անհրաժեշտ է նոր առաջնորդ ունենալ։ Իսկ մինչ վեհափառը որոշում կկայացնի թեմի առաջնորդական տեղապահի փոփոխության մասին, եկեղեցու հոգևորականները որոշել են պատարակ կմատուցեն միայն նրա հեռանալուց հետո։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։